Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք Անկարայում համաձայնության եկանք, որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եռակողմ ձևաչափի գաղափարը, որը մտահղացվել էր 2 տարի առաջ, բայց չկարողացավ իրականացվել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, պետք է վերակենդանացվի եւ առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա այս տարի։ Թուրքիայի մայրաքաղաքում լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է որպես խորհրդարանի խոսնակ։ Իհարկե, այս այցը մեզ հնարավորություն տվեց խորհրդարանների միջև հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ 3 տարի առաջ, երբ Թուրքիայի խորհրդարանի խոսնակն այցելեց Վրաստան, մենք ստորագրեցինք գործակցության հուշագիր, որը սահմանում է այն շրջանակը, որի հիման վրա խորհրդարանները գործակցում են միմյանց հետ։ Մի կողմից քննարկվել է այս գործակցությունը, իսկ մյուս կողմից կազմվել են ծրագրեր։ Պապուաշվիլին ասել է, որ հանձնաժողովները մոտ ապագայում կայցելեն Թուրքիա եւ Վրաստան։ Նպատակն է խորհրդարանների երկկողմ գործակցությունը տարածաշրջանային համագործակցության վերածելը, որպեսզի հնարավորություն լինի համակարգելու միմյանց խորհրդարանների օրակարգերն ու տեսլականները անվտանգության, տարածաշրջանային եւ տնտեսական համագործակցության ուղղությամբ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի եւ նախարարության համապատասխան գերատեսչությունների հետ սերտ գործակցությամբ վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների շրջանակում Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրյա քաղաքացի։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալով Վրաստանից արտաքսվել է Հայաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Նիգերիայի, Տաջիկստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի եւ Բանգլադեշի ընդհանուր առմամբ 25 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմին է, որի լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը եւ նրանց Վրաստանից արտաքսումը, նշված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Թուրքիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը Գազայի ժողովրդի նկատմամբ, նրա բոլոր գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը եւ հարձակումը, որ նա իրականացրել է Իրանի դեմ, ասված է փաստաթղթում։ Բանաձևում միջազգային բոլոր ինստիտուտներին եւ կառավարություններին կոչ է արվում պատասխանատվություն ստանձնել, հիմնվելով միջազգային իրավունքի եւ դիվանագիտության վրա։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վճռական եւ սկզբունքային դիրքորոշում կընդունի Իսրայելին կանգնեցնելու համար, նշված է փաստաթղթում։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Իրան-Իսրայել հակամարտությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի միջև։ Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ եւ տարածաշրջանային պաշտպանության եւ անվտանգության հարցերի, մասնավորապես Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Թուրքիան խստացնում է Իրանի հետ սահմանային գոտիներում վերահսկողությունը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը եւ զինված ուժերի հրամանատարությունը մեկնել են Վան Իրանի հետ սահմանին տեղակայված զորամասերը ստուգելու եւ իրավիճակը գնահատելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Իսրայելի հարձակումները Իրանի վրա ցույց են տալիս, որ Բենյամին Նեթանյահուի վարչակազմն ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արևելքի անվտանգության համար։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական շփումներ է վարում Իսրայելի Իրանի վրա հարձակումից հետո եւ կշարունակի ջանքերը դադարեցնելու համար բռնությունը, որը սկիզբ է առել հակամարտությունից։ Նա նշել է, որ Նեթանյահուն եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքը ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի անվտանգության համար, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է պաշտոնյաներին ավելացնել միջին եւ երկար հեռահարության հրթիռների արտադրությունը իսրայելա-իրանական հակամարտության լույսի ներքո, արագացնելով ներքին հզոր արդյունաբերության զարգացման ծրագրերը, հաղորդում է Bloomberg-ը։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը եւ Իրանը 5-րդ օրն անընդմեջ հարվածներ են փոխանակել, ինչը մտավախություն է առաջացրել, որ պատերազմը կարող է տարածվել նավթով հարուստ Մերձավոր Արևելքի այլ երկրներում։ Վերջին ամիսներին աշխարհաքաղաքական լարվածություն է առաջացել, որը երկրներին ստիպել է ավելացնել պաշտպանության ծախսերը եւ Թուրքիան ցանկանում է մասնակցել սպառազինությունների մրցավազքին, հավելել է Bloomberg-ի հոդվածագիրը։
Իրանը մինչև այսօր երբեք որևէ պատերազմ չի սկսել եւ վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է ագրեսիայի զոհ, սակայն ագրեսիային ի պատասխան մենք պաշտպանվում ենք լիովին օրինական եւ ուժեղ կերպով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Պատերազմը պարտադրվել է Իրանին եւ Իրանը որևէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ, սակայն Իրանը վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից։ Սիոնիստական ռեժիմը միտումնավոր կերպով ընդլայնում է իր ագրեսիայի շրջանակը տարածաշրջանում եւ դա կազդի բոլոր երկրների շահերի վրա։ Այս ռեժիմի գոյությունը միահյուսված է պատերազմի, ագրեսիայի հարևանների վրա հարձակումների, լարվածության, ճգնաժամի եւ անկայունության սրման հետ։ Սոբհանին հավելել է, որ Իսրայելն իր գոյությունը տեսնում է պատերազմի մեջ եւ որ պատերազմն այդ երկրի համար գործիք չէ, այլ նպատակ։ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի վերջին կարմիր գիծն է, որը հատել է սիոնիստական ռեժիմը եւ եթե միջազգային հանրությունն անտարբեր լինի այդ կարմիր գծի նկատմամբ, ապա դրա հետևանքները անշուշտ կազդեն մյուս բոլոր երկրների վրա, հայտարարել է Սոբհանին։ Մենք ակնկալիքներ ունենք միջազգային հանրությունից, որպիսի դատապարտի միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատժվի սիոնիստական ռեժիմը այդ գործողության համար։ Մեհդի Սոբհանին նաև ասել է, որ իրանական կողմը չի ցանկանում պատերազմը սրել, եթե այն չպարտադրվի Իրանին։ Մենք հստակորեն հայտարարում ենք, որ չենք ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում պատերազմը սրվի, եթե այն մեզ չպարտադրվի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը եւ չի շեղվի դրանցից։ Փորձվածը փորձել է սխալ է։ Հայաստանում Իրանի դեսպանը եւս մեկ անգամ շեշտել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Դուք շատ լավ գիտեք, որ հանցագործ Նեթանյահուն հայտարարեց, թե այն բանի համար են Իրանի վրա հարձակվում, որովհետև Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել։ Երկու պատճառ կա նման լրատվության շրջանառության մեջ դնելու համար։ Նրանք փորձում են իրենց ագրեսիվ գործողություններն այդ կերպ արդարացնել, եւ երկրորդ Ամերիկային ուղղակի ներքաշել պատերազմի մեջ 100%-ով դա սուտ է եւ փորձում են հող նախապատրաստել, որ Իրանի դեմ կոալիցիա ստեղծեն։ Նեթանյահուն բազմիցս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին մոլորեցրել է եւ այս անգամ եւս փորձում է այդ կերպ մոլորեցնել Միացյալ Նահանգների նախագահին։ Սոբհանին նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն այդ ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար եւ բարձր է գնահատել Հայաստանի ազնիվ ժողովրդին զորակցության եւ աջակցության համար։ Նա նաև խոստովանել է, որ Իրանն զգում է հայ ժողովրդի հոգեվոր աջակցությունը։ Սոբհանին նաև շտապել է տեղեկացնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Հայաստան այցը շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Իսրայելի եւ Իրանի միջև իրավիճակը տագնապալի է, ընդ որում հրեական պետությունը ցանկություն չի հայտնում դիմել կարգավորման խաղաղ ճանապարհին եւ օգտվել միջնորդական ծառայություններից, որոնք առաջարկել է այդ թվում Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք ասել ենք, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի նման միջնորդական ծառայություններ մատուցելու։ Այս պահին մենք առնվազն Իսրայելի կողմից չենք տեսնում որևէ միջնորդական ծառայության դիմելու եւ ընդհանրապես կարգավորման խաղաղ ուղի դուրս գալու ցանկություն։ Պեսկովի խոսքով Մերձավոր Արևելքում իրավիճակը գնում է էսկալացիայի ճանապարհով եւ բացարձակ անկանխատեսելի է։ Նա նշել է, որ Մոսկվան հակամարտության կողմերին զսպվածության եւ խաղաղ կարգավորման կոչ է անում։ Իրանի զինված ուժերը հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հերթական ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է իրանական Մեհեր լրատվական գործակալությունը։ Հրթիռների եւ ԱԹՍ-ների քանակը սակայն նշված չէ։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր Telegram ալիքում հայտնել է, որ աշխատում է հրթիռները որսալու ուղղությամբ եւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է հարվածներ հասցնել սպառնալիքը վերացնելու համար։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդուլ Ռահիմ Մուսավին զգուշացրել է Իսրայելին, որ իր խոսքով շուտով կիրականացվի պատժիչ գործողություն։ Զգուշացում է տրվում օկուպացված տարածքների, մասնավորապես Թել Ավիվի եւ Հայֆայի բնակիչներին լքել այդ տարածքները իրենց անվտանգության համար եւ չդառնալ Նեթանյահուի բարբարոսական գործողությունների զոհը։ Իրանի օդուժն Իսրայելի վրա գիշերային հարձակման ընթացքում ապահովել է իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողություն, հաղորդում է Իռնա հողում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։ Այսօր հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիարժեք վերահսկողություն ենք ստացել Իսրայելի երկնքի նկատմամբ եւ որ վերջինիս բնակիչները բացարձակ անպաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից, ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս գերակայությանը հնարավոր է եղել հասնել Ֆաթեհ հրթիռների կիրառման շնորհիվ։ Իրանի կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման հետևանքով տուժած 94 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունից տեղեկացրել է նաև, որ գիշերը հրթիռային հարվածների պատճառով վիրավորների տարհանման անհրաժեշտություն չի եղել։ Բժշկական օգնություն է ցուցաբերվել վիրավորներին պաշտպանված տարածքներ տեղափոխելու ճանապարհին, ինչպես նաև հոգեբանական օգնության կարիք ունեցողներին։ Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ
երկու երկրների միջև ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իրանի հրթիռակոծումներից տուժել է ավելի քան 800 մարդ։ Բացի այդ, Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության սրման պատճառով Իսրայելում մոտ 3800 մարդ ստիպված է եղել լքել տները։ Իսրայելի ինտենսիվ ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է 585 մարդ, վիրավորվել 1326-ը, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության աղբյուրը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 50 կործանիչ հետախուզական վարչության ճշգրիտ ղեկավարությամբ մի շարք հարձակում է իրականացրել Թեհրանի տարածքում գտնվող ռազմական արտադրական օբյեկտների վրա, հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։ Նշվում է, որ Իրանի միջուկային զենքի ծրագրին վնաս հասցնելու ջանքերի շրջանակում հարձակման է ենթարկվել Թեհրանի ցենտրիֆուգների արտադրության օբյեկտը։ Զանգվածային հարձակումները թիրախավորել են զենքի արտադրության մի քանի օբյեկտ, այդ թվում այն օբյեկտը, որը արտադրում է հումք եւ բաղադրիչներ երկիր-երկիր համակարգի հրթիռների հավաք համար, որոնք Թեհրանը արձակել եւ շարունակում է արձակել Իսրայելի պետության ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի հարձակումները թիրախավորել են այն օբյեկտները, որոնք արտադրում են համակարգեր եւ բաղադրիչներ երկիր-երկիր տեսակի հրթիռների համար, որոնք նախատեսված են ինքնաթիռներ ոչնչացնելու նպատակով։ Այս թիրախները թիրախավորվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Իրանի միջուկային զենքի ծրագիրը եւ հրթիռային արդյունաբերությունը խափանելու ջանքերի շրջանակում, ասված է հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների 3 պաշտոնյա հայտնել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը Մերձավոր Արևելքում է տեղակայում ավելի շատ կործանիչներ եւ ընդլայնում այլ ռազմական ինքնաթիռների տեղակայումը, ամրապնդելով Միացյալ Նահանգների ռազմական ուժերը տարածաշրջանում, քանի որ Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը շարունակվում է։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ տեղակայվել են F-16, F-22 եւ F-35 կործանիչներ։ Պաշտոնյաներից երկուսն ընդգծել են կործանիչ ինքնաթիռների տեղակայման պաշտպանական բնույթը, որոնք օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր եւ արկեր խոցելու համար։ Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության 4-րդ պաշտոնյան չի բացառել արևելյան միջերկրական ծովում բալիստիկ հրթիռներ խոցելուն ունակ ամերիկյան ռազմածովային ուժերի լրացուցիչ ռազմանավերի տեղակայման հնարավորությունը։ Միացյալ Նահանգներն արդեն իսկ զգալի ուժեր ունի Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում մոտ 40,000 զինծառայող, բացի այդ հակաօդային պաշտպանության համակարգեր, կործանիչ ինքնաթիռներ եւ ռազմանավեր, որոնք կարող են հայտնաբերել եւ խոցել թշնամու հրթիռները։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, թե իրենք այժմ ունեն Իրանի երկնքի լիակատար եւ ամբողջական վերահսկողություն։ Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել է, որ Իրանն ուներ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, բայց հավելել է, որ դրանք չեն կարող համեմատվել ամերիկյան արտադրության զենքի հետ։ Թրամփը նաև Truth-ի սոցիալական իր էջում անդրադարձել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր սպանությանը։ Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։ Մենք չենք պատրաստվում նրան ոչնչացնել, գոնե առայժմ ոչ, բայց մենք չենք ուզում, որ հրթիռները արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների ուղղությամբ։ Մեր համբերությունը սպառվում է։ Օրենսդիրները փորձում են սահմանափակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին հարված հասցնելու հրամանի հնարավորությունը։ Այս մասին հայտնել է CBS News-ը։ Կոնգրեսի երկու պալատների անդամների զգալի մասն ընդգծել է, որ համաձայն սահմանադրության միայն կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարելու։ Սա մեր պատերազմը չէ, հայտարարել է հանրապետական Թոմաս Մեսին, նշելով, որ ինքը 1973 թվականի պատերազմական լիազորությունների բանաձևի համաձայն ներկայացրել է չափորոշիչ Միացյալ Նահանգների հարվածները կանխելու համար։ Նույնիսկ եթե դա այդպես լինի, կոնգրեսը պետք է որոշի նման հարցեր համաձայն մեր սահմանադրության։ Սահմանադրությունը բացառիկ իրավունք է վերապահում կոնգրեսին պատերազմ հայտարարել։ Վերջին տարիներին վիճարկվում էին նախագահի լիազորությունները երկրի սահմաններից դուրս առանց օրենսդիր իշխանության հաստատման հակամարտության մեջ ներգրավվելու հարցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը թիրախավորում է հիվանդանոցներն ու բնակելի թաղամասերը։ Թեհրանի հիվանդանոց այցելելիս Էսմայիլ Բաղային ասել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում տուժածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Սրանք բոլորը պատերազմական հանցագործություններ են։ Դրանք պետք է փաստաթղթավորվեն եւ պատասխանատուները եւ նրանց կողմնակիցները եւ այս գործողություններն արդարացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իմ կարծիքով հանցագործություն կամ վայրագություն կատարելուց ավելի վատ է հանցագործությունն արդարացնելը։ Հատկանշական է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը մամուլի ասուլիս է անցկացրել Ռիշոն Լեցիոնում իրանական հրթիռային հարձակման վայրում, որտեղ ասել է, թե Իրանը թիրախավորում է քաղաքացիական անձանց։ Սաարը մատնացույց է արել ավերակները եւ ասել, որ Իրանը թիրախավորում է բնակավայրերը, մինչդեռ Իսրայելը թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը։ Մենք շատ հստակ նպատակներ ունենք, նախ եւ առաջ լրջորեն վնասել նրանց միջուկային ծրագիրը։ Մենք դեռ չենք ավարտել, մենք դեռ ունենք նպատակներ, մենք դեռ ունենք թիրախներ, որոնք այժմ կարող ենք հեշտությամբ ոչնչացնել
քանի որ մեր ռազմաօդային ուժերն այժմ կարող են ազատորեն թռչել այնտեղ, եւ մենք դեռ ունենք նպատակներ։ Երկրորդ լրջորեն վնասել իրանական ռեժիմի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ երրորդ լրջորեն վնասել Իսրայել պետությունը վերացնելու նրանց ծրագիրը։ Իսրայելի արտգործնախարարն ասել է, որ երբ կայացրել են Իրանի վրա հարձակվելու իր խոսքով պատմական որոշումը, քաջ գիտակցել են, որ կբախվեն վնասների, զոհերի հետ, բայց նաեւ գիտեն, որ այդ որոշումը չկայացնելը գին ունի։ Սաարը վստահեցրել է, թե որոշումը կայացվել է վերջին հնարավոր պահին, դա եղել է որոշում, որը կարևոր է Իսրայելի պետության ապագան եւ անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի անվտանգության ծառայությունները Թեհրանի Արվարձանում ահաբեկչական խումբ էին ձերբակալել, որ աշխատում էին իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության օգտին։ Նշվում է, որ այդ անձինք տեղափոխում էին պայթուցիկների եւ մարտական անօթաչուների զգալի քանակ, հաղորդում է Թասնիմ գործակալությունը հղում անելով տեղական իշխանություններին։ Իսրայելական Մոսադի հետ կապված ահաբեկչական խումբը մեքենայով մուտք է գործել Բախարեստան շրջանի քաղաքներից մեկը, որտեղ նկատվել եւ ձերբակալվել է իրավապահների եւ անվտանգության մարմինների կողմից, նախքան կհասցներ դիվերսիա իրականացնել, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Մոսադի գործակալները պատրաստվում էին զինամթերք օգտագործել խիտ բնակեցված շրջաններում զանգվածային դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով։ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի եւ Դեյվիդ Լամիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իսրայելի եւ Իրանի միջև բախումների հետևանքով ստեղծված անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ Նրանք ընդգծել են դիվանագիտական շփումների եւ բանակցությունների շարունակության կարեւորությունը հետագա սրացումը կանխելու համար։ Ադրբեջանի բանակի զինծառայողների խումբը մասնակցում է Սերբիայում անցկացվող Պլատինե Գայլ 2025 բազմազգ խաղաղապահ գործողությունների զորավարժություններին, այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Միջազգային զորավարժությունների շրջանակում մասնակիցները կիրականացնեն մարտական կրակոցների վարժանքներ, պարեկություն ոտքով եւ ռազմական մեքենաներով, քաղաքային գործողություններ, անցագետերի ստեղծում, ամբոխի եւ անկարգությունների կանխարգելման միջոցառումներ, ռազմագերիների հետ վարվելակերպ, մարտական գործողությունների ժամանակ վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում, պաշտպանություն զանգվածային ոչնչացման զենքից եւ այլ հանձնարարականների կատարում։ Զորավարժությունները, որոնց մասնակցում են զինծառայողներ Ադրբեջանից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Իտալիայից, Հունգարիայից, Չեռնոգորիայից, Ռումինիայից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Հունաստանից կշարունակվեն մինչեւ հունիսի 28-ը։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։